ինչպես ասում են, խոր ծերության հասնելու համար, ինչպես հարկն է, ընտրեք ձեր նախնիներին։ Այս խոսքերը պատկանում են հայտնի փիլիսոփա Բերտրան Ռասելին, ով իրենից հետո թողել է արժեքավոր խորհուրդներ այն մասին, թե ինչպես հասնել երկարակեցության և երջանիկ ծերության։ Կապված իմ ներկայիս պատկառելի տարիքի հետ, ես որոշեցի այս հոդվածը նվիրել ծերանալու կանոններին։ Այն կոչվում է ինչպես ճիշտ ծերանալ և պարունակում է խորհուրդներ, որոնցից ես ինքս օգտվում եմ։ Այսպես է հնչում հայտնի անգլիացի փիլիսոփա Բերտրան Ռասելի կողմից կազմված և գրված հրապարակումներից մեկի նախաբանը։ Նրա հրապարակումն այն մասին, թե ինչպես ավելի լավ դիմավորել ծերությունը, բացահայտում է երկարակեցության առանցքային սկզբունքը, տալիս է արժեքավոր խորհուրդներ երիտասարդությունը երկարաձգելու վերաբերյալ, ինչպես նաև զգուշացնում է 3 լուրջ սպառնալիքների մասին, որոնցից պետք է խուսափել ծերության ժամանակ։ Բերտրան Ռասելը, ով ապրել է 97 տարի, դարձել է երկարակյաց մարդու օրինակ։ Երբ նրան հարցնում էին կյանքի երկարաձգման գաղտնիքի մասին, նա պատասխանում էր, որ հազիվ թե կարողանա որևէ մեկին օգտակար լինել այդ հարցում իր խորհուրդներով։ Ես ունեմ ոչ բարենպաստ սովորություններ։ Ես ուտում եմ այն ամենը, ինչ ցանկանում եմ, քնում եմ ոչ թե խիստ սահմանված ժամին, այլ երբ արդեն ուժ չունեմ արթուն մնալու։ Երբեք ոչ մի միջոց չեմ ձեռնարկել առողջությունս ամրապնդելու համար, բայց նաև չեմ արել ոչինչ, որը կարող էր զգալի վնաս հասցնել իմ ֆիզիկական մարմնին, կիսվում էր իր մտքերով Բերտրան Ռասելը։ Երկարակեցության հասնելու ամենաէական պայմանը փիլիսոփան համարում էր ժառանգականությունը։ Երկար ապրելու համար պետք է մանրակրկիտ ընտրել սեփական նախնիներին։ Մայրս մահացավ դիֆթերիայից, երբ ես 4 տարեկան էի, իսկ հետո, երկարատև հիվանդությունից հետո, մահացավ հայրս։ Միևնույն ժամանակ, իմ մյուս բոլոր նախնիները ապրել են մոտ 80 տարի։ Նույն միտումը նկատվում է նաև իմ հեռավոր ազգականների մոտ, ովքեր կարողացել են ապրել մինչև խոր ծերություն, բացառությամբ, իհարկե, նրանցից մեկի, ով մահացել է ոչ բնական մահով, նշում էր երկարակյացը։ Ծնողների մահից հետո Բերտրանին դաստիարակել է մայրական կողմի տատիկը։ Ըստ փիլիսոփայի հիշողությունների, նա իրեն փոխանցել է հսկայական գիտելիքներ, ներառյալ երջանիկ ծերության գաղտնիքը, որտեղ գլխավոր նպատակն այն էր՝ մով չզգաս սեփական տարիքը։ Ինչպես հիմա եմ հիշում տատիկիս, կյանքի ընթացքում նա ի վերջո շատ թոռներ ունեցավ, նրանք 72-ն էին, տատիկիս 9 որդիներից և դուստրերից։ Հիշում էր Բերտրան Ռասելը։ Նա նաև ավելացնում էր, որ տատիկը հաճախ էր հիշատակում մի հիշարժան դեպքի մասին, որը տեղի էր ունեցել նրա հետ Իտալիայում։ Մի անգամ նրա ուշադրությունը գրավել էր մի ծեր իտալացի, նա այնքան տխուր տեսք ուներ, որ թվում էր, թե նրա կյանքում ինչ-որ շատ մեծ դժբախտություն է տեղի ունեցել։ Ինձ հենց նոր բռնի կերպով բաժանեցին իմ 2 թոռներից, իսկ չէ որ նրանք ապրում էին ինձ մոտ ընդամենը 1 շաբաթ։ Վրդովված բղավում էր այդ տարեց տղամարդը։ Տեր Աստված, ես ունեմ ոչ թե 2 թոռ, այլ ամբողջ 7-ը։ Եթե ես տխրեի ամեն անգամ, երբ ինձ բաժանում են նրանցից, ապա իմ ամբողջ ծերությունը չափազանց ողորմելի և դժբախտ կլիներ։ Զայրույթով առարկել էր Բերտրանի տատիկը։ Վշտացած իտալացին վիրավորվել էր և Ռասելի տատիկին անվանել անսիրտ կին։ Երբ հետագայում Բերտրան Ռասելը հիշատակում էր այս պատմությունը, նա պնդում էր, որ նախընտրում է կիրառել իր տատիկի, այլ ոչ թե տխուր իտալացու բաղադրատոմսը։ 9-րդ տասնամյակում տատիկս տառապում էր անքնությունից։ Այդ իսկ պատճառով կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 3-ը նա ժամանակն անցկացնում էր գիտահանրամատչելի գրականություն ընթերցելով։ Իմ կարծիքով, հենց այս մոտեցումն է երիտասարդությունը պահպանելու հիանալի միջոց։ Եթե դուք ունեք հետաքրքրությունների լայն շրջանակ և զբաղվում եք որևէ հետաքրքրաշարժ գործով, որը նաև կարող է օգտակար լինել, ապա դուք այլևս ժամանակ չեք ունենա մտածելու ապրած տարիների քանակի մասի։ Եվ նույնիսկ այն մասին, թե որքան է ձեզ դեռ մնացել ապագայում։ Նշում է Ռասելը մարդու ճիշտ ծերանալու վերաբերյալ խորհուրդներ պարունակող իր հրապարակման մեջ։ Բերտրան Ռասելը մատնանշում է 3 հիմնական սպառնալիք, ինչպես նաև խորհուրդ է տալիս տարեց հասակում աշխատել խուսափել այդ սպառնալիքներից։ Ինչպես կարծում է Ռասելը, այդ հանձնարարականների պահպանումը երկարակեցության և բարեկեցիկ ծերության տանող ճշմարիտ ուղին է։ Առաջին սպառնալիքը՝
որի վրա ուշադրություն է դարձնում փիլիսոփան, անցյալի մեջ խորասուզվելն է։ Ռասելը գտնում է, որ անիմաստ է ապրել հիշողություններով եւ ափսոսալ, որ հիասքանչ ժամանակներն ընդմիշտ անցել են։ Նա նաև խորհուրդ է տալիս չկենտրոնանալ տխուր պահերի, կորցրած հարազատների եւ ընկերների վրա։ Ռասելի խոսքերը մատնանշում են սեփական մտքերն ապագային ուղղելու անհրաժեշտությունը եւ այն, որ արժե ուշադրություն դարձնել այնպիսի բաների վրա, որոնք կարելի է փոխել։ Սա կօգնի մարդուն ծերության ժամանակ հասնել երջանկության եւ բավարարվածության։ Ամենահեշտը սեփական անձս փոփելն է այն մտքով, որ նախկինում ձեր միտքն ավելի արագ ու սուր էր, մարմինը ավելի թեթև ու շարժուն, եւ շուրջ բոլորը ամեն ինչ ընկալվում էր ավելի հստակ ու վառ։ Բայց նույնիսկ եթե դա իսկապես այդպես է, այդ ճշմարտությունը պետք է մոռանալ։ Եթե ձեզ հաջողվի մոռանալ դա, ապա հավանաբար անցյալի մասին ձեր պատկերացումներն այդքան էլ սխալ չեն եղել։ Ամփոփում է Բերտրան Ռասելը։ Մյուս սպառնալիքը երիտասարդությունն ավելի ամուր ձեռքում պահելու ձգտումն է, նրանից հնարավոր առավելագույն էներգիա քամելու նպատակով։ Առաջին հերթին այս խորհուրդը վերաբերում է ծնողների եւ նրանց մեծահասակ երեխաների հարաբերություններին։ Երբ ձեր երեխան մեծանում է, նա ցանկանում է վարել իր սեփական կյանքը, ասել է երկարակյացը։ Բայց եթե շարունակեք ցուցաբերել նույն հետաքրքրությունը ձեր արդեն մեծահասակ երեխայի կյանքի նկատմամբ, ինչպես այն ժամանակ, երբ նա փոքր էր, ապա ձեր այդ հետաքրքրությունը հավանաբար նրա համար շատ ծանր կլինի։ Ես չեմ ուզում ասել, որ մենք չպետք է հետաքրքրվենք մեր երեխաների կյանքով, երբ նրանք դառնում են մեծահասակ, բայց այդ հետաքրքրությունը պետք է լինի ոչ թե հուզական, այլ պասիվ եւ հայեցողական։ Օրինակ, իմաստ չունի խորհուրդ տալ մեծահասակ երեխաներին խուսափել սխալներից։ Նախ նրանք կարող են չլսել ձեզ, եւ երկրորդ, սխալները փորձի կուտակման անբաժանելի մասն են, ընդգծում էր Բերտրան Ռասելը։ Իմ հստակ ձևավորված կարծիքն այն է, որ երջանիկ ծերության հասնելը շատ ավելի հեշտ է նրանց համար, ովքեր ունեն հզոր անանձնական հետաքրքրություններ, որոնք զբաղեցնում են նրանց անհրաժեշտ գործունեությամբ։ Սակայն եթե դուք չունեք նման հետաքրքրություններ, ապա ձեր կյանքը հավանաբար ձեզ դատարկ կթվա, եթե միայն չզբաղվեք ձեր թոռների եւ երեխաների հոգսերով։ Տվյալ դեպքում կարևոր է նաև գիտակցել, որ թեև դուք չեք կարող նրանց նյութապես աջակցել, տրամադրելով դրամական օգնություն, չարժե ակնկալել, որ նրանք երջանիկ կլինեն ձեր ընկերակցությամբ։ Նշում է փիլիսոփան։ Երրորդ հավանական սպառնալիքը ծերության ժամանակ Ռասելը համարում էր մահվան հանդեպ վախը։ Երկարակյացը նկատում էր, որ շատ ծեր մարդկանց մոտ այդ վախը կյանք է բերում տխրություն եւ ճնշվածություն։ Վաղաժամ վախճանի հանդեպ վախը բնորոշ է միայն երիտասարդներին, իսկ այն վախը, որը տիրում է երկար կյանք ապրած եւ բոլոր ուրախություններն ու տխրությունները ճաշակած մարդկանց, Ռասելը համարում էր վախկոտության դրսևորում։ Մարդու կյանքը նման է գետի։ Սկզբում դրա հունը նեղ է եւ ծանծաղ, այն սրընթաց հոսում է ժայռերի միջով եւ ժայթքում ջրվեժներով։ Ժամանակի ընթացքում գետը լայնանում է եւ խորանում, իսկ հոսանքը դանդաղում։ Այդպես գետը հոսում է այնքան ժամանակ, մինչև նրան չկլանի օվկիանոսը։ Եթե մենք մեր կյանքը ընկալենք հենց այս կերպ, ապա կդադարենք վախենալ մահից։ Պնդում էր Բերտրան Ռասելը։